Ընդդիմադիր Հայաստան խմբակցությունում մեծ էր գայթակղությունը խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրելու падգամավոր Արթուր Սարգսյանի տեխնացությունն ու ով սրբազան պայքարի գործով շարունակում է տնային կալանքում մնալ։ Բայց Սարգսյանը թիմակիցներին խնդրել է ազգային ժողովին գործնական տեխնացություն առաջարկել, քանի որ ինքը եթե անգամ ընտրվի չի կարողանալու կատարել իր պարտականությունները։ Այսպես քաղաքական ուժի ընտրությունը կանգ է առել падգամավոր Լիլիթ Գալստյանի տեխնացության վրա։ Տեխնացուն ինքը կարծում է, որ այն ամեն ինչի հետ մեր երկրում ամեն օր բախվում է քաղաքացին, կապ չունի ոչ իրավական, ոչ էլ ժողովրդավարական պետության հետ։ Ուսումնասիրությունների համադրումը, ինչպես է մեր ամեն օրը բացահայտում է, թե որքան հեռու է Հայաստանը խոստացված ժողովրդավարական արժեքներից եւ որքան խորն է դե յուրե եւ դե ֆակտո իրականությունների խզումը։ Թեպետ իշխանականներն ու ընդդիմադիրները միասնական որոշում ունեն հանձնաժողովների նախագահների ընտրության ընթացքում սահմանափակել ինչպես հարցերի, այնպես էլ ելույթների քանակը, որ նոր խորհրդարանը չձևավորվի մինչև հաջորդ 2031-ի ընտրությունները, Գալստյանին հարց ուղղելու համար հերթագրվում է 25 падգամավոր։ ՔՊԱ-ականների հետ Լիլիթ Գալստյանի հարց ու պատասխանը թեժ է, բայց խորհրդարանում մթնոլորտը շիկանում է, երբ ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի հերթն է հասնում։ Խորհրդարանի փոխոսնակն ասում է ստիպված այն քրեական վարույթի նյութերն է աչքի տակով անցկացրել, որոնցով անցնում են հենց Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Սարգսյանն ու Բագրատ arczepiskopos Գալստանյանը, որոնք որ պլանավորում էին շախտալ Երևանի փողոցներում։ Հետո հիշեցի, որ դուք այդ մարդկանց արդար եք անվանում, որոնք դատվում են տերորիզմի նախապատրաստության գործով, որ Ուսամա Բեն Լադենը Հայաստանում դատապարտված լիներ, արդար անվանելու էիք։ Այդ կարված ցուցմունքներից մեկը դուք պատառիկն եք, մեկ տարբաներ եք, նախադասություն կամ բառեր եք գտնում եւ ուզում եք, որ ես գնահատական տամ։ Ես չեմ կարող գնահատականներ տալ, ինչպես դուք փորձեցիք անել, կտրտված փաստերով եւ դուք հենց այդ մոնտաժված ցուցմունքներից պատառիկ եք կարծում եւ ինձ ասում եք դե գնահատական տուր։ Ընդդիմադիր падգամավորը որպես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ վիրավորվում է Ալեքսանյանի համեմատությունից։ Խորհրդարանի փոխոսնակը շարունակում է իր պնդումը։ Առանձնապես մեծ տարբերություն չեմ տեսնում այդ երկու անձանց մեջ, ու իմ կրոնական զգացմունքները վիրավորվում են նրանով, երբ որ հայ առաքելական եկեղեցու սպասավորը իրան պահում է մոջահեդի պես, քիչ ամնում մի հատ էլ ջիհադիստի ժիլետ հագնի։ Պրոակտիվ արձագանքը Հայաստան խմբակցության падգամավորներից Գեղամ Մանուկյանինն էր, ազգային ժողովի իշխանական փոխնախագահից պահանջում է ձևակերպումների հարցում առավել զուսպ լինել, երբ խոսքը հայ առաքելական Սուրբ եկեղեցու սպասավորին է վերաբերում։ Երբ որ գալիս եք այստեղ ու տերորիզմ պլանավորած մարդկանց մասին ասում եք արդարներ, կներեք դրանից էլ իմ բանն է վիրավորվում, առհասարակ բանականությունն է վիրավորվում։ Հենց հիմա, այս վերջին 3 րոպեներին դուք խախտում եք Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունքը, անմեղության կանխավարկածը, որը կոնվենցիոն իրավունք է։ Եվ մեկ քայլ ԿՊ-ից, որ մարդկանց իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահն է հավակնում դառնալ Լիլիթ Գալստյանը։ Իշխանական падգամավորներից Սոնա Ղազարյանը հետաքրքրվեց։ Ընդդիմության տեխնացուն էլ արձագանքեց բոլոր մարդկանց Ղազարյանին հիշեցնելով 2008-ի մարտի 1-ի դեպքերի ընթացքում նույնիսկ անձնական երաշխավորություն է ներկայացրել վերջինիս Սկեսրայելի ազատության համար, թեպետ իր քաղաքական ուժը կոալիցիոն իշխանության կազմում էր։ Հանցագործությունների ընդհանուր թիվը երկրում նախորդ տարվա համեմատ նվազել է ընդամենը 65-ով կամ 0.3%-ով։ Ընդհանուր առմամբ այս տարվա 6 ամսում գրանցվել է հանցագործության 21960 դեպք։ Ներքին գործերի նախարարությունը վստահեցնում է, թե հանցավորության դեմ պայքարում կենտրոնանալու է ոչ միայն դեպքերի բացահայտման, այլև դրանք ծնող պատճառների վերացման վրա։ Մեզ համար շարունակում է մարտահրավեր մնալ քրեական ենթամշակույթը եւ մեր քաղաքականությունը այստեղ շատ հստակ է, մենք անզիջում պայքար ունենք այս երևույթի նկատմամբ։ Հանցավորությունը ծնող պատճառները խորքային են, նկատեց փոխնախարարը, իսկ դրանց նվազումը ոստիկանությունում պայմանավորում են սեփականության եւ մարդու դեմ ուղղված հանցագործությունների թվի կրճատմամբ։ Քանի որ հաշվետու ժամանակահատվածում ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների մասնաբաժինը ընդհանուր հանցագործությունների կազմում նվազել է 1.9%-ով։ Արձանագրված դեպքերի 88.2%-ը նվազ հանրային նշանակություն վտանգավորության ներկայացնող ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործություններն են, իսկ 11.8%-ը ծանր եւ առանձնապես ծանր դեպքերը։ Աճել է ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակը, ոստիկաններն են ասում։
ԵԱԿ-ը գործընկերների կողմից այս տարի նույնպես կատարվել է հանրային հարցում եւ ի թիվս մի շարք այլ հարցերի, նաեւ հարցմանը պատասխանող ուրեմն քաղաքացիներից 74.6%-ը վստահում է կամ առնվազն չեզոք դիրք ունի ոստիկանության գործունեության նկատմամբ։ Փորձագետները սակայն հակադրվում են, պնդում են, թե ծառայողները մարդկանց հետ շփվելիս երբեմն կարող են ներկայացնել պահանջներ, որոնք հետագայում իրավական նորմերով չեն հիմնավորվում։ Հարության շրջանում նվնասարայողների նկատմամբ վստահությունը նվազել է։ Պարուանում քաղաքացիների հետ դիսկուսի մտնել որպես իրավաբան, այսինքն իրենց թվում է, թե իրենք ունեն կոնկրետ անձեռնմխելիություն եւ եթե գրում են համազգեստ, ապա կարող են քաղաքացիների հետ խոսել ոնց ուզում են, ինչ տոնով ուզում են։ 2026-ի առաջին կիսամյակում գրանցվել է անչափահասների մասնակցությամբ հանցագործության 178 դեպք։ Երեխաներին հանցավոր գործունեության մեջ ներքաշելու համար ըստ փաստաբանների ակտիվորեն օգտագործում են սոցիալական հարթակները։ Ավելացել է թմրանյութերի ապօրինի իրացման հանցակազմի հետ կապված ու հիմնականում Telegram եւ TikTok հարթակներում անչափահասների համար դա հրապուրանք է հեշտ ձևով գումար աշխատելու եւ առանց հասկանալ ինչի մեջ են ներքաշվում, ուղղակի մուտք են գործում։ Միտեղ, որից հետո շատ դժվար է դուրս գալը։ Երկրում 6 ամսում արգելավել է ավելի քան 320 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոց։ Փաստաբանները սակայն մնում են այն համոզմանը, թե միայն վիճակագրական բարելավումները չեն նշանակում, թե խնդիրը վերահսկելի է դարձել։ Այն օղակները, որոնք ուղղակի զբաղված են սպառելով կամ ձեռք բերելով, բնականաբար դրանք այդ բուրգի փոքր մասերն են։ Եվ դրանց հարվածելով օգտակար գործողության գործակիցը իրավապահ համակարգի շատ չնչին է։ Ոստիկանության նկատմամբ հանրային վստահությունը բարձրացնելու համար ըստ մասնագետների անհրաժեշտ է պարբերաբար վերապատրաստել հատկապես քաղաքացիների հետ անմիջական շփում ունեցող ծառայողներին, բարձրացնել նրանց մասնագիտական պատրաստվածությունը ու բարևարկության չափանիշները։ Դատարանների ծանրաբեռնվածությունն ու դատական ակտերի կազմման երկարատևությունը հիմնախնդիրների այն շարքերից են, որոնք շարունակում են մնալ հանրային ուշադրության կենտրոնում։ Դժգոհությունների մեղման ու վերացման նպատակով Արդարադատության նախարարությունը հանդես է եկել նոր առաջարկով։ Նոր փոփոխությամբ առաջարկվում է կրճատել դատավճռում առկա կրկնությունները եւ արագացնել դրանց կազմման գործընթացը։ Հանրային քննարկման ներկայացրած նոր նախագծով դատաքննության ընթացքում հետազոտված թույլատրելի ապացույցները դատավճռի նկարագրական մասում պետք է միայն հիշատակվեն առանց դրանց ամբողջական բովանդակությունը վերարտադրելու։ Միաժամանակ դատավճռներում շարունակելու են ներկայացվել ապացույցների գնահատականները, դրանց հիման վրա հաստատված կամ հերքված հանգամանքները, ինչպես նաև դատարանի փաստական եւ իրավական հետևությունները։ Դատաքննության ընթացքում հետազոտված թույլատրելի ապացույցների ամբողջական վերարտադրման անհրաժեշտությունը էականորեն երկարացնում է դատավճռի կազմման գործընթացը, ինչպես նաև հանգեցնում անհարկի կրկնության։ Առաջարկվող փոփոխությունը կնպաստի օրենքով սահմանված ժամկետում դատավճռի կազմմանը եւ տրամադրմանը։ Քննարկվող առաջարկը միտված է նաեւ դատարանի ծանրաբեռնվածության նվազեցմանը, ապահովելով արդարադատության որակը եւ անձի հիմնարար իրավունքները, այդ թվում գործի քննության ողջամիտ ժամկետները։ Փաստաբանները սակայն դատարանների գերծանրաբեռնվածության հիմնական պատճառը միայն դատական ակտերի ծավալը չեն համարվում։ Նրանց գնահատմամբ խնդիրները սկսվում են դեռևս միջդատական վարույթից, երբ դատարանն են ուղարկվում նաև ոչ բավարար հիմնավորված մեղադրանքներով կամ վիճահարույց ապացույցներով գործեր։ Այդ օրինակ գործերի քննությունը լրացուցիչ ժամանակ եւ ռեսուրս է պահանջում, իսկ որոշ դեպքերում ավարտվում են նաև արդարացման դատավճռով։ Ավելի խորքային խնդիրը հենց նա է, որ ինչ գործ ասես ուղարկվում է դատարան։ Մենք հրապարակային դաշտում ականատես ենք լինում բազմաթիվ արդարացման դատական ակտերի։ Սա ինչի մասին է խոսում։ Խոսում է, որ մեղադրական եզրակացությունների մեծ մասը պատշաճ հիմնավորված չեն ուղարկվում դատարան։ Դրանց հիմքում են դրվում անթույլատրելի ապացույցներ։ Փաստաբանների դիտարկման ապացույցների բովանդակության բառացի վերարտադրումից հրաժարվելը կարող է որոշ չափով կրճատել դատավճռի կազմման համար պահանջվող ժամանակը, սակայն դատարանների ընդհանուր ծանրաբեռնվածության նվազեցման վրա էական ազդեցություն ունենալու համար անհրաժեշտ են նաև հանգամանքային լուծումներ։ Դրանք պետք է վերաբերեն ոչ միայն դատական ակտերի կառուցվածքին, այլ նախաքննության որակին, ապացույցների թույլատրելիությանը եւ դատարան ուղարկվող քրեական գործերի հիմնավորվածությանը։ Մի տարուց, երկու տարուց ավելի է, ասում են հիմնանորոգելու ենք, շարժնել ենքան շատ է։
Խոսքը պտղնի բնակավայրի մի քանի կիլոմետրանոց ճանապարհի մասին է։ Գագիկ Շամշյանն առաջին անգամ չի այս ճանապարհը նկարահանում։ Ամիսներ առաջ հերթական նկարահանումից հետո էր Կոտայքի մարզպետարանը խոստացել ասֆալտապատել ճանապարհը։ Գործը այդպես էլ չի արվել։ Քանդած ճամփեքով մարդիկ եթում են։ Նայեք, չգիտես մարդը որ փոսից փախցնի։ Փոսերը չէ։ Փոսերի պատճառով անգամ շտապօգնության ու հրշեջ մեքենաներն են մեծ դժվարությամբ հասնում կանչի վայր։ Վթարների պատճառ կարող է դառնալ անբարեկարգ ճանապարհը։ Այն բազմաթիվ խոչընդոտներ է ստեղծում վարորդների համար։ Հե, վարպետ ամեն օր գնում ես փոսը։ Այո։ Հե, երբ կսարքեն այս ճամփեքը։ Ցավը տանում, ես էլ տրող ցիկլ եմ առել, դրագները փոքր։ Հա։ Բայց ժողովուրդը մեղք են, ավտոները հա ջարդում են։ Կենտրոնով կընկնեմ էլ այդ ցավը տանում, շուռել է գալի։ Վարորդները դիմում են պատկան մարմիններին, կառավարության անդամներին, խնդրելով ի վերջո հիմնանորոգել պտղնիի ավերակի վերացված ճանապարհը։ Գագիկ Շամշյան այսօր։ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոց 20 կոտորագիոտ հասցեի հատվածում այսպես անխնա հոսողը խմելու ջուր է։ Բնակիչներն ասում են մեկ ամիս է նույն պատկերն է։ Ջրի խողովակը վնասված է 2 տեղից, ինչի հետևանքով էլ մեծ քանակությամբ խմելու ջուր անարգել հոսում եւ կորչում է։ Ստե որ քանդած է կարող ինքը տակից այդ քանդած տեղից այդ մեսի մի թեթև ելնում։ Կարող շատ ավելի ուժեղ է։ Խնդրի մասին բազմիցս են ահազանգել թե Veolia ջուր ընկերությանը, թե Երևանի քաղաքապետարան, վստահեցնում են բնակիչները։ Մինչ այս պահը որևէ քայլ չի ձեռնարկվել։ Ախր գոնե չեն եկել քանդել նայել ինչը։ Չէ, այդ ցավը տանեմ։ Գալի մի հատ նայում են հա ասում եմ հետաքրքիրն է որ Պես աստեղից է դուրս գալու։ Ասում շինարարի զանգի։ Ասում են համար է տվեք էլի շինարարի։ Ասում են մենք չգիտենք համարի դա։ Բնակիչները չեն հասկանում, թե ինչու վթարը վերացնել չի հաջողվում։ Հույս ունեն միայն, որ Veolia ջուրը կարձագանքի։ Ի վերջո մեկ վնասված խողովակի պատճառով խմելու ջրի ահռելի կորուստ է գրանցվում։ Գագիկ Շամշյան այսօր։